Հետ ինչարիր աղջի, սիրող սրտով աղջի Հոգիս տեղեն համնիրմ, սիրտ հողիր կարոտ Հոգիս տեղեն համնիրմ, սիրտ հողիր կարոտ Սոնելելե, էլե, սոնելելե, էլե Սոնելելե, էլե, սոնելելե, էլե Սոնելելե, էլե, սոնելելե, էլե Սոնելելե, էլե, սոնելելե Մաքս Լիբերտին է ուղիղ եթերում Մեր այսօրվա հյուրն է երգիչ Անդրեն Ողջույն Անդրե Ողջույն Մեր այսօրվա հաղորդման ոչ բոլոր հաղորդումներն են առնչվում շոու բիզնեսին Ամեն դեպքում Անդրեի հետ կքննարկենք տարբեր թեմաներ, բայց մինչ այդ լսենք իմ գործընկեր Նունե Մարտիրոսյանի պատրաստած հաղորդումը, որը պատմում է, թե հայկական շոու բիզնեսում որքան կարևոր է կամ գուցե նաև անկարևոր է պրոդյուսերների գոյությունն առհասարակ, որքանով են երգիչ-երգչուհիները կարողանում աշխատել պրոդյուսերների հետ, որքանով են կարողանում գտնել որակյալ եւ իսկապես մասնագիտացված պրոդյուսերներ, ինչպիսին է այդ ինստիտուտը Հայաստանում եւ այլն։ Լսենք Նունե Մարտիրոսյանի ռեպորտաժը, հետո կվերադառնանք եւ կսկսենք քննարկել։ Թեև Հայաստանում կան պրոդյուսերներ, սակայն հայ երգիչ-երգչուհիներից շատերը անձամբ են զբաղվում իրենց պրոդյուսինգով։ Երաժիշտ պրոդյուսեր Գարիկ Պապոյանը նշում է, որ Հայաստանում գլխավոր խնդիրն այն է, որ պրոդյուսինգ հասկացողությունը սխալ է ընկալվում։ Մեզ մոտ կարծում եմ, որ դա այն մարդն է, որ զբաղվում է երգչի համար երգեր, հարցազրույցներ կազմակերպելով, սակայն պրոդյուսերը այն մարդն է, ով սկզբից մինչև վերջ մասնակցում է երգի արտադրանքին։ Գեղարվեստական մասի պատասխանատուն է պրոդյուսերը, այսինքն սկսած ասենք երգի արանժիրովկայից մինչև ձայնագրում եւ վերջնական միքսը անում է պրոդյուսերը, հետո արդեն մենեջերը ինքը կարա տանի այդ երգը բաժանի, չգիտեմ, ռադիոներին, կազմակերպի համերգներ եւ այլն եւ այլն։ Իմ հարասատ քուչա, Հայ տղերք, Ռազմիկ եւ ընկերներ խմբերի պրոդյուսեր Միքայել Մարգարյանը նշում է, որ հայկական շուկայում տարբերում է երկու տեսակի պրոդյուսերներ՝ ստեղծագործող եւ վաճառող։ Պրոդյուսեր են կոչվում այն մարդիկ, ովքեր ստեղծագործում են, ստեղծում են ինչ-որ մի նոր բան ասպարեզում, կարողանում են կազմակերպել այն, կարողանում են այն ներկայացնել շուկային, բայց հիմնականում դրվածավոր ստեղծել։ Եվ երկրորդ պրոդյուսինգի ձևը դա վաճառել այն ինչ որ կա, վաճառել ավելի թանկ գնով, վաճառել ավելի լայն տարածաշրջաններով, վաճառել դա դեպի դուրս, եւ այլն, ամեն դեպքում դա ես անվանում եմ դա վաճառող պրոդյուսերների։ Միքայելը իրեն միայն ստեղծագործող պրոդյուսեր է համարում, նա նշում է, որ պրոդյուսեր երգիչ համագործակցությունը երկու կերպ է լինում, առաջինը, որ երգիչն է դիմում պրոդյուսերին, երկրորդը, որ պրոդյուսերն է գտնում ինչ-որ մի բան արտիստի մեջ եւ առաջարկում է համագործակցել։ Ես որպես ստեղծագործող պրոդյուսեր, հատենց անվանենք, ես ինքս եմ փնտրում։ Շատ անգամ ես ինքս եմ փնտրում, կամ եթե անգամ ինձ առաջարկում են, ես փորձում եմ գտնել այն յուրահատկությունը, որը ես կարող եմ համարել իմ ստեղծագործություն, հայ մարդու մեջ գտնել, արտիստի մեջ գտնել այն յուրահատկությունը, որը տեսնում եմ ես, չի տեսնում անգամ ինքը։ Երգիչը պետք է զբաղվի երգելով, երգգրողը գրելով, պրոդյուսերն էլ այդ ամենը արտադրելով, նշում է Գարիկը, օրինակ բերելով արտասահմանյան մի շարք երկրների պրոդյուսերների, նա նշում է. Տան մեջ պատրաստում են ստուդիա, այդ տունը ունի ամեն հարմարանքները, սկսած ասենք ուտելու այդ խնդիր չեն ունենում իրանք, ունենում են բասեին, ով ինչ սիրում է, կոմպյուտեր բան, իրանք պետք է ունենան ամենալավ պայմանները, որովհետեւ ոչ մի բանի մասին չմտածեն, մի քիչ ցրվեն իրանք իրաց, որը մտածեն մենակ ստեղծագործելու մասին։ Պետք չի հետո իրանք մեկը զանգարի, ասի համեր կա, ինչ ես ասում, ես մի երգը երգում եմ 1500-ով, sense բան չկա։ Իրանք անջատվում են աշխարհից 4 ամիս, բացառապես 4-5 ամիս ինչքան պայմանավոր, մենակ ստեղծագործում են, 5 ամիս, ասենք 4 ամիս են պայմանավորը, 4 ամիս հետո
դուրս են գալիս այդ տնից, իրաց դիմավորում է պրոդյուսերը իրանց, ասում է ինչ ունեք, ասում է այսքան գործ ենք արել, մենք ունենք 12 հատ գրած երգ, ասում է դե բերեք, գնում ենք ստուդիա, արդեն գնում են ստուդիա, երգում են ու իրանց պրոդյուսերը նստած պրոդյուսինգ անում այդ երգը, արտադրում է իրանց հետ, ասում է սենց երգեք այդ կողմը, լավն էր, ստեղ ավելի ուժեղ, սենց բան եմ ուզում ստանանք, ինքը պրոդյուսերն է, ինքը պատկերացնում է, ինքը գիտի ինչ են ուզում ստանան։ Հայաստանում այդ պրոդյուսինգը չէ, ինքը չկա, գոյություն չունի, ես ասում եմ, պրոդյուսերը Հայաստանում գիտեն թե դիրեկտորն է պրոդյուսերը, էլի, ես ունեմ պրոդյուսեր, բայց պրոդյուսերը հետ խոսում ես, ինքը ասում է մենակ բան, ինքը կերքի մի երգը 800-ով, կարանք 700, բայց պրոդյուսերը գաղափար չունի ինքը երգի ինչա, ոնց են այդ երգը գրում, արտադրում, ինքը պրոդյուսեր չի, ինքը գին պայմանավորվողն է, ասենք, ինքը էդ է։ Հայաստանում ցավոք սրտի արտիստը չի վաստակում այնքան, որ պրոդյուսերը կարողանա նաև ինքը ունենալ վաստակ այդ ամենից։ Եվ դա է բերել նրան, որ ցանկացած արտիստ ինքնուրույն փորձում է ինքնուրույն զբաղվել իր գործերով, ինքնուրույն կատարել այդ վազքը, լավ թե վատ, դա մենք այսօր տեսնում ենք։ Գարիկի խոսքերով պրոդյուսերը պետք է լինի ձգտող, ստեղծագործող մեկը, ով պետք է նոր մոտեցում ցույց տա, ձգտի նոր բան անել։ Անում ես պոպ երաժշտություն Հայաստանում, Հայաստանի պոպն ու գիտենք որն է, էլի ասենք։ Եթե անում ես այդ երաժշտություն, քեզ ընդհանրապես ոչ մեկ պետք էլ չի, ինչ ես անում, որ ինչ-որ մեկն է դրանից հասկանա, ասենք, պետք է ասես մի հատ բան գրվես, արագ կգրվես, էլի, տենց ինչի՞ თუ որտես մարդ կա լուրջ դրանից հասկացա, որ ասի, այստեղ մի քիչ խաղիկները շատ է պետք, բան չէ՞, դες տենց անում ես այդ խաղիկները, տենց պատվերները միշտ կա, ասենք, այն ռեստորանը, որից դու դուրս ես եկել, միշտ քեզ զանգում է, էլի հետա կանչում գնում երգում ես, ասենք, ինչ կարիք ունես պրոդյուսերի կամ մենեջերի։ Մի քիչ հա որ սենց Արստանում ես դու չես ուզում հեռախոսը վերցնես, մի հատ էս մենեջեր ես վարձում, որի անունը պրոդյուսերա չի, դեմ ինչի, ինքն է հեռախոսը վերցնում, ասում է ինքը կերքի այսքանով, այնքանով եւ այլն։ Միքայել Մարգարյանը մասնագիտությամբ հնչյունային ռեժիսոր է եւ նշում է, որ մանկուց երաժշտության մեջ լինելն է նպաստել պրոդյուսինգով զբաղվելուն։ Իմ փորձից ելնելով վստահ ասում եմ, պրոդյուսերներն դառնում են այն մարդիկ, ովքեր սկսում են չվստահել ուրիշների, ովքեր փորձում են ինքնուրույն կազմակերպել։ Պրոդյուսերը ստեղծագործող, գործիքավորումից, երգից, երաժշտությունից, ձայնագրությունից հասկացող մեկը պետք է լինի, իսկ հայ շատ երգիչներին պետք չէ նման մեկը, ասում է Գարիկը։ Ես անձամբ տեսնում եմ, որ ուզում են անեն նենց բան, որ ուրիշը արել է ու ասենք հաջողվել է։ Հա, հետ չմնան, որ գիտես, այն բանի երգը ոնց է ծախվել, լավ, այս 7 հատ հարսանիք է երգը, ես տենց եմ ուզում, ոչ թե եկեք մի բան ավել, չկա դե հիմա ոնց որ այդտեղ է ձևավորվել, այդտեղ է փողը կուտակվել, մարդիկ էլ այդ կողմ են գնում, հիմա ոչ կարողանում ես մեղադրես, ոչ էլ կարողանում ես ցավաս, լավ, եկեք ցավանք երևույթի մասին, բայց ոնց մեղադրեմ այդ մարդկանց, ուզում են փող աշխատեն։ Հիմա շարունակենք մեր քննարկումը, դուք այս պահին ունեք պրոդյուսեր, աշխատում եք պրոդյուսերի հետ թե ոչ, եւ ընդհանրապես որքանով է հեշտ երգիչ կամ երգչուհու համար հայկական շոու-բիզում գտնել որակյալ պրոդյուսեր։ Եվ այդ ինստիտուտը կայացած է մեզանում թե ոչ։ Ես չեմ համարում, որ գոյություն ունի շոու-բիզնես, ինչ վերաբերում է շոու-բիզնեսին, դա շատ հեռու է, շատ հեռու հասկացողություն այս իրականության հետ կապված, քանի որ երբ որ դու կարող ես ներդնել ինչ-որ, հա, գումար եւ ստեղծել օրինակ ինչ-որ ներկայացում, համերգ եւ դու այդ ամեն ինչով պետք է մի տարի վաստակես քո գումարը, համերգով, ոչ թե երգես կորպորատիվներ, արսանիքներ կամ ինչ-որ գիշերային ակումբներով։ Ես որպես արտիստ ասում եմ այն ինչ-որ օրինակ ուր պիտի գնաս, գնում ես մեկ համերգ Երևանում, Գյումրի, Վանաձոր եւ Ստեփանակերտ։ Եթե չունենք Սփյուռք, օրինակ, որը որ օրինակ ավելի շատ ընդունում է երգիչներին մաքսիմում նվագախմբով, որովհետև մենք հասկանում ենք այդ ամեն ինչը, որ մարդիկ իսկապես դա ծավալուն ծախսեր է, այդ դեկորները, պարողները, դերասանները, ովքեր որ կարող են լինել այդ ներկայացման մեջ, դա իսկապես հասկանում ես եւ այդ ամեն ինչը հասկանալով, որ մենք ունենք նման խնդիրներ, դրա համար ես չեմ համարում, որ մենք ունենք շոու-բիզնես, ինչքանով է կարեւոր Այսինքն ներողություն շոու-բիզ կայացման ճանապարհը թե սկիզբ երևի այսօր ժամանակ կար, որ կայացման սկզբնական ճանապարհ ունենք, որ տեսնում ենք ինչ որ երևույթ, բայց այսօր շատ հեռու ենք դրանից։ Ավելի հետ ենք գնացել շատ արագ տեմպերով, քան օրինակ մեկ քայլ։ Ես համարում եմ, որ պրոդյուսերներ պետք են սկսնակ երգիչներին, այսօր
այսպես ասեմ, իսկապես այդ ինստիտուտը ունեն մի քանի մարդ ոչ թե սովորելով, այլ պրակտիկայի ավելի շատ մենեջերներ, օրինակ ոնց որ իմ քույրիկս 2004-ից նա է հանդիսացել իմ պրոդյուսերը, նա է պատասխանում հեռախոսազանգերի, նա է պայմանավորվում ինչ-որ համերգների համար, օգնում էր, այո։ Մինչ այդ Արտուր Գրիգորյանն էր Երկրպետական թատրոնում, երբ որ ես աշխատում էի, Արտուրից հետո էլ Կարինե Սուքասյանն էր 2 տարի։ Այսինքն, չգիտեմ, իսկապես այդ ամեն ինչ, ես իսկապես ցավում եմ, բայց ինչ արած, մենք ամենայն դեպս ապրում ենք փոքր երկրում, մենք մեծ ազգ ենք, բայց քանակով մենք շատ չենք մենք քանակով եւ ամենայն դեպս ես գոհանում եմ, ես չեմ ուզում բողոքեմ այսօր, խնդիրներ կան, բայց այդ խնդիրների պատճառները նաեւ մեզանից էլ է, ես մեզ եմ մեղադրում, ասում եմ, որ դու ինքդ քո սխալը, մենք բոլորս էլ եթե սխալ ենք, չգիտեմ, ինչ-որ հանձնաժողով պետք է լինի, որ իսկապես պետք է լինեն մարդիկ, ովքեր որ էլ ավելի լավ կարող էին այս ամեն ինչը ամենայն դեպս շուկան ձևավորել եւ այդ ամեն ինչը իօգուտ մեզ լինի ազգիս որպես ծառայի եւ ներկայացնի լավագույնս, այլ ոչ թե այն ամեն ինչ ինչ-որ, չգիտեմ, չեմ կարողանում անգամ բառեր գտնել։ Շնորհակալ եմ, մենք խնդիրը նրանում չէ, որ այսօր պարտադիր պետք է բողոքենք, բայց չխոսել խնդիրների մասին, կարծում եմ ավելի վնասակար է շատ եմ խոսացել դրա մասին, շատ հարցազրույցեր եմ տվել, այսինքն երբևիցե չեմ էլ փորձել ինչ-որ սև գույնի վրա կարմիր կամ մանուշակագույն ներկել, ես ասել եմ այն ինչ-որ կար։ Շատ այս ամեն ինչը այսպես ասեմ, կար ժամանակաշրջան, երբ որ հայ երգիչը ընդհանրապես հետաքրքիր չէր հայ հանդիսատեսին։ Եվ դա որևէ մեկը չի կարող հերքել, թող ինձների ինձանից առաջ սերուն, ես ի նկատի ունեմ փոփ ոճը։ Միայն խոսում եմ այն ամեն ինչ, ինչ որ հիմա խոսում եմ, փոփի մասին եմ խոսում, հայկական փոփ ոչ մեկին հետաքրքիր չէր եւ այստեղ գալիս էին կիսաշրջազգեստով երգչուհիներ բլոնդ ներկած մազերով եւ չգիտենք ինչքանով էր դա իսկապես այդ երգչուհին Ռուսաստանից ժամանած, որ լեփլեցուն դահլիճներ էր ունենում մարզամերգային համալիրում եւ տարբեր դահլիճներ, բայց այդ ամեն ինչը ինչ որ մի սերունդ եկավ, որը որ մեր սերունդն էր։ Ես էի Արսեն Սաֆարյան, Քրիստինե Պեպելյան, այսինքն մենք չերկեցինք հայրենասիրական երգեր, մենք երգեցինք ուղղակի ինչ-որ սիրո երգեր, սիրո մասին երգեր, որ փոփ ոճում երգեր են եւ երգերը սկսեցին մեծ արձագանքներ ունենալ, ընդունվել լայն մասաների կողմից եւ մենք ունեցանք պահանջարկ հայ հանդիսատեսի կողմից, մեր երգերը պատվիրվում էին եւ ռադիոկայաններում եւ հեռուստաեթերներում։ Այդ ժամանակ կազմակերպիչները մեզ ամենտեղ ամենուրեք հրավիրում էին այդ հենց նույն բալադաներով, այդ էստրադային փոփ ոճի երգերով, բայց որից հետո եկավ ժամանակաշրջան, որ ամեն ինչ շատ լցվեց եւ այսօր ես զգում եմ, որ այս ամեն ինչը ուղղակի հոգնեցուցիչ է դառել առաջնորդ հայ հանդիսատեսի համար եւ նրանք ինչքան որ ժամանակին մտածեցին եւ ինչ որ մեկի հետ կապեցին իրենց հույսը, որ վայ ինչ որ բան տեսան։ Այդ ամեն ինչն էլ հիասթափեցրեց նրանց եւ այսօր ես նկատում եմ, որ հիասթափությունը ավելի շատ է ամենայն դեպս մեր նկատմամբ։ Ափսոս, բայց դա այդպես է եւ դա իրականություն է եւ այդ ամեն ինչը հասկանալով մենք ինքներս էլ պետք է հասկանանք, որ առաջնարդ մենք պետք է անկեղծ լինենք ինքներս մեր հանդեպ, որտեղ այդ անկեղծությունը եւ այդ ամեն ինչը, այդ երանգները անկեղծության առաջնարդ տեսնում եւ կիսում է մեզ հետ հանդիսատեսը, հեռուստադիտողը, որ արդեն շատ է օգնել, ինչ պարտադիր է բոլորս մայրիկների մասին երգեր երգենք, ինչ պարտադիր է սեր, հա, ուղղակի սերը այսպես ասեմ, ինքը կարաս անընդհատ երգես, այսինքն թեմայը, որ անընդհատ պետք է երգես եւ դա նորմալ է սիրո մասին, սերն է դրդել շատ կոմպոզիտորների, ժամանակին շատ հանճարների, որոնք որ գրել են ուղղակի պրելյուդիաներ եւ շատ մեծ օպերաներ եւ մյուզիկլներ, որոնք որ դարեդար մինչ այսօր մեզ հետ ապրում են։ Ուղղակի այդ ամեն ինչը պարտադիր չի, այսինքն ես նախընտրում եմ այն, որ ամեն մեկը պիտի ունենա իր ոճը,
Այսօր մի տեսակ բոլորը գրեթե նույն ոճի սանրվածքներ ունեն, նույն ոճի երաժշտություն են երգում, նույն դիզայներների հետ են աշխատում, նույն պարախմբերի հետ են, այսինքն ոնց որ նույն մարդը լինի, տարբեր բոյերի։ Լավ, այն թեման, որի հիմա այսօր կլսենք, կրկին առնչվում է շոու-բիզին, այս անգամ արդեն կարծում եմ ձեզ համար ավելի հոգեհարազատ թեմա է, Արցախի մշակութային խնդիրներին ենք անդրադառնալու, որից խոսում է Լիրա Քոչարյան, ով 2010-ին մանկական Եվրատեսիլի հաղթողի պրոդյուսերն է, հիմնականում ֆեյսբուքցիներին հայտնի արցախյան բարբառով հայտնի երգի հեղինակադրող Թիմ Դեբիցը եւ դաշնակահարուհի, այո, Անահիտ Արոշանյանն ու կիթառահար եւ հեղինակադրող Ռաֆայել Սեմերճյանը։ Զրույցը վարում է Արցախի մեր թղթակից Լուսինե Մուսայելյանը, լսենք, հետո կվերադառնանք ու կքննարկենք։ Երգիչը ստեղ Ղարաբաղում ունի հնարավորություն դուրս գալ բեմ, միայն պաշտոնական ինչ-որ երեկոներին կամ սեպտեմբերի 2-ի տոնա կատարումներին կամ մայիսի 9-ի տոնա կատարումներին, իսկ ոչ մի երգիչ, որը որ ունի իր մեջ լավ արումով ամբիցիաներ, չի կարող գոյատևել այդ պայմաններում, այսինքն չի կարող զարգանալ, չի կարող մեծանալ։ Եթե ասում խոսեմ երևի թե երգիչ չէի դառնա նույնիսկ մնայի Արցախում, որտեղ շատ սիրում քաղաքագիտություն եւ ուսանում եմ քաղաքագիտություն, բայց երաժշտությունը քաղաքագիտության մի մասն է ինձ համար, այսինքն որևէ երաժշտական իվենթից իրադեպից կարելի է սարքել լավ քաղաքականություն եւ մատուցել։ Մեր երկրում այդ արվեստ, կուլտուրալ եւ հասկացությունը դեռ չկա, ոչ Արցախում, ոչ իմ կարծիքով նաեւ Երևանում։ Եթե լիներ եւ լիներ դրա վրա դրվող եւ ճիշտ աշխատող բյուջե եւ մարդիկ, թիմ, կարելի է ստեղծել ճիշտ պայմանները արցախյան երգիչներին այստեղ պահելու համար։ Քանի որ չկա այսօր այդ պայմանները, շատ արցախյան երգիչներ մեկնում են Երևան, բայց Երևան մեկնելով մենք կորցնում ենք մեր երգիչների մի լավ մասը, այսինքն պետք է ստեղծվի համակարգ, որը պետք է օրինավոր աշխատի երգիչներին պահելու համար եւ իմանալու համար, որ ամեն մեկ երգիչի երկրի համար մի ակցիա է, մի ներդրում է, որը վաղը ներկայացնելու է մեր երկիրը ուրիշ երկրներում։ Ռաֆին մի բացառիկ երևույթ է Ղարաբաղում, որովհետև Ռաֆին մեծ աշխարհից եկել է Ղարաբաղ ստեղծագործելու եւ ասում է, որ գոհ են, Ռաֆի, այն ինչ է գտել Ղարաբաղում։ Մի շաբաթվա մեջ ես զգացի, որ եկամ մի մեծ քաղաքից, Լոս Անջելեսից, մի ուրիշ մեծ փոքր քաղաք, որ արդեն շրջանում եմ եւ ես շատ եմ սիրում Երևանը, սիրում եմ բոլոր Հայաստանի քաղաքները, բայց ուղղակի ինձ ուրիշ բան պետք, ինձ պետք է որ ավելի բնության մոտենամ, ինձ պետք է որ օրինակի անգլերեն երկաշարից մեջ կան շատ երգեր, որ լերների եւ ծառերի այդ բնության սիմվոլիկան շատ հնչում է մեջ ու ստեղծագործելու լավ դեղ Ղարաբաղը եւ Ամերիկան ինչ-որ էսենց շուգա է, որ կարաս մտնես ու կարաս քո արտոնարվեստը արդարացես եւ փորձես ինչ-որ տեղ հասցնել, բայց այնտեղից ծնված արվեստը չեմ ուզում ասեմ, որ արժեք չունի, բայց ոնե ինձ համար այստեղ ավելի եմ արժևորում, այստեղ ավելի իմաստ է արվեստը։ Originality չկա ոչ մեկ այսօրվա հայ երգիչի մեջ, եթե լիներ, մենք այսօր արդեն կհաղթեինք մի շատ հայտնի մրցույթներում, Եվրատեսիլներում եւ կունենենք երևի համաշխարհային կետնի վրա արդեն շատ հայտնի երգիչ։ Չեմ խոսում իհարկե դրսի հայերի մասին, որտեղ System of a Down շատ բան օրինակ է մեզ համար, որ կարող ենք հասնել, բայց չկա մեզանից այսինքն Հայաստանից դուրս ելած այդ մակարդակի այսօրվա երգիչ։ Հայ ազգի երաժիշտներին պակասում է անհատականությունը, որպես անհատ պետք է մեծանալ, որպես եթե դու ասելու բան չունես, ինչքան էլ դու շատ լավ երաժիշտ լինես, սոլֆեջիո իմանաս, նոտաներով նվագես, դու հետաքրքիր չես։ Չգիտես ինչու Հայաստանի շոու բիզնեսի ասպարեզում, ծերեներում, չգիտեմ ինտերնետում եւ այլն մենք չենք տեսնում այդ երիտասարդներին այս հասակի, օրինակ 12-ից 13-ից մինչև 16։ Վերջերս Երևանում տեղի ունեցավ համանուն երգի մրցույթը, մանկական Եվրատեսիլը։ Փաստը այն է, Ղարաբաղցի լինի թե Հայաստանից երգիչ լինի, փաստը այն է, որ չի եղել մի դեպք, բացի ես հաշվում եմ Վլադիմիր Արզումանյանի դեպքից, որ մենք ներկայացնենք միևնույն ժամանակ եւ ճիշտ գործ, եւ ճիշտ կատարող, եւ ճիշտ արանժ։
չէ՞։ Եթե այդ երեքը պլյուս մեծ աջակցությունը Թուրքի։ Իսկ եթե հիշենք մեր մասնակցած տարիները, կամ մենք ներկայացրել ենք լավ երգիչ, բայց վատ երգով, կամ ներկայացրել ենք լավ երգիչ, լավ երգ, բայց վատ արանժировка, հա, կամ ներկայացրել ենք լավ արանժировка, լավ երգ, բայց վատ երգիչ։ Խոսենք Ադրբեջանում առաջիկայում սպասվող Եվրատեսիլի մասին։ Իսկան շատ ասեկոսներ են պատտվում Եվրատեսիլի մասնակից ընտրելու շուրջը, բայց տենց էլ չհասկացա, թե ինչ ասել, ռուսական մի շատ լավ խոսք է, պակակին կրիտերիում, չէ, ուզում են ընտրել Եվրատեսիլի մասնակից, այսինքն, այսքան շատ ընտրելու տարբերակներ կա չեն կարողանում ընտրել, այսինքն շատ մարդիկ կան, որոնք կարող են ներկայացնել, թե ընդհանրապես չկա, դրա համար չեն կարողանում ընտրել։ Ըստ իս պետք է արդեն Հայաստանում ընտրված, որոշված եւ արդեն կոնկրետ աշխատանքներ սկսվեին, բայց մենք ոչ մեկին չունենք դեռ, ես ոնց հասկանում։ Անցած տարիների փորձից կարելի է հետեւյալ կերպ ասել, որ Եվրատեսիլը, չգիտես ինչու, դարձել է հայ երգիչների համար խանութի հերթ։ Ինչ որ կարծես թե իր առնելու հերթ, այսինքն այս տարի ես եմ հերթում, մյուս տարի արդեն մեկն է հերթագրված, եթե եւ դիվս մի տարի առանց հերթի մտավ այս մրցույթը, ինչ որ ֆակտորների շնորհիվ, ապա մյուս տարի այս տարվա իր հերթը զիջած երգչուհին անպայման պիտի ներկայանա Եվրատեսիլին։ Ես չեմ հասկանում այս գաղափարը եւ չեմ ընդունում։ Մենք Եվրատեսիլի մասնակից պիտի փնտրենք ցանկացած Հայաստանի քաղաքում կամ ցանկացած հայի, որը չի ապրում Հայաստանում, դրանց մեջ եւ միգուցե եւ նրանց մեջ ով հայ չի, բայց կներկայացնի պատվով Հայաստանը։ Դա էլ բացառված չի։ Եվ մենք չպիտի մտածենք ով է այս տարի հերթագրված կամ խոսք են տվել, որ դու պիտի գնաս։ Իսկ նման զրույցներ միշտ էլ միջև Եվրատեսիլը լինում է, ու մենք համոզվում ենք, որ ինչ խոսացվում էր շուկայում կամ փողոցներում, նույնն էլ կատարվում է Հ1-ի խոհանոցում։ Հայ ազգը ունի նման մի շատ վատ դիմագիծ ինչ, այսինքն մի քիչ ավելի կենցաղային լեզվով ասած, յոլա գնանք նրանով ինչ կա, այսինքն դնում են իրենց առջև ունեն, մի քիչ տեղից են անում, մի քիչ աչից, մի քիչ ձախից, մնաց տակը մի 3-4 հոգի, դե լավ եկեք ընտրենք 3-4 հոգից ով գնա, ինչի, եկեք մտածենք ելով կարա դա անի։ Լսեցինք հաղորդումն ամբողջությամբ, ինչ որ նշումներ արեցիք ձեզ համար, եթե չեմ սխալվում, եւ այնտեղ խոսում են, որ լավ կադրերը շատ շուտ հեռանում են Ղարաբաղից ու այնտեղ մնում են սկսնակները, հետո նորից իրենք էլ աճում են ու դուրս են գալիս։ Առաջինը դուք դուրս եկաք Ղարաբաղից եւ ինչու որոշեցիք հիմնվել ու շարունակել ձեր գործունեությունը Երևանում։ Այսպես ասեմ, երբ որ 95-96-ին այսպես մեր ոլորտը երգիչների եւ մշակույթային ինչ-որ ոլորտ սկսեց զարգանալ Ստեփանակերտում, դա սկսվեց անել մեր դպրոցի տնօրենը Գեորգի Իսահակյանը, ճանապարհ դեպի վերածնունդ, այդպես էր կոչվում մրցույթը, որտեղ մենք բոլորս մասնակցում էինք, եւ ես եմ այնտեղ մասնակցել, եւ հետագա տարիներին Ռազմիկն է մասնակցել, այսինքն շատ տարբեր մարդիկ մասնակցել են եւ ես ընդունվել էի պետական ջազ էստրադային համույթ որպես մենակատար եւ միակ երիտասարդ 16 տարեկան, 16-ամյա երիտասարդն եմ եղել այնտեղ, բոլոր գրեթե տարիքով էին եւ ես ներկայացում եմ ավելի ժամանակակից երաժշտություն, թե հայկական, թե արտասահմանյան։ Եւ մենք շրջագայում ենք մեր գյուղերով, փոքր քաղաքներով, հետո Ռուսաստանի ինչ-որ քաղաքներում, Սփյուռքում նաեւ հասցրել ենք, բայց մեկը ես երազանք ունեի ավելի դուրս գնալ, որովհետեւ ինքը շրջանակը շատ փոքր է, այո, դու կարող ես ապրել, ստեղծագործել այնտեղ, բայց դու ցանկություն ունես ավելի լայն մասաների համար երգել եւ ինչքանով էր օրինակ ճիշտ եթե ես լավ համաձայնվեի մնայի այնտեղ եւ ինչ։
պետք է մի օր ես հասկանայի, որ ես երիտասարդ եմ, իմ ուժերը չեմ փորձել, դա նույնն է, ոնց որ ունենալով ինչ-որ փոքր ինստիտուտ, դու սովորես այդտեղ եւ բավարարվես միայն դրանով, դա սխալ է, ինչ տարբերություն Արցախում, թե Հայաստանում, ես էլ գրեթե բոլոր միջազգային մրցույթներին, երբ որ ներկայացրել եմ Հայաստանի Հանրապետությունը սկսած 2001 թվականից 2000-ից բազմիցս ներկայացրել եմ եւ հաղթանակով վերադարձել եմ հայրենիք։ Ես Հայաստանը ներկայացնելով նաև ներկայացրել եմ Արցախը։ Մենք ձգտել ենք 80-ականներին միասնությանը եւ այդ միասնությունը թող այսօր նաև լինի մշակութային միասնություն։ Այսինքն ինչ տարբերություն մենք որ մարզն ենք ներկայացնում կամ որտեղից ենք ծնունդով։ Մենք հայ ենք, ես Արցախում եմ ծնվել, բայց ներկայացնում եմ եւ Հայաստանը եւ Արցախը։ Այսօր քննադատել Եվրատեսիլը դա ամենասիրած աշխատանքն է թե երաժիշտների կայացած մարդկանց, չկայացած մարդկանց արևածաղիկ եւ ոչ միայն իհարկե մեծերից սկսվեց այդ ամեն ինչը առաջինը ես եմ իմ մաշկի վրա զգացել եւ այդ ամեն ինչ որ ես եմ զգացել չեմ կարծում որ մնացած 5 մասնակիցները մեր զգացածն են որտեղ առաջինը ավելի սուր էր քննադատվում էլ ավելի շատ էր քննարկվում ավելի շատ էր քննադատվում թե երգը թե գործիքավորումը թե մրուքը երգչի թե մազերի երկարությունը թե հագուստը թե ամեն ինչը Եվ դա ուղղակի, այսպես ասեմ, մենք ուղղակի թեև տվող չենք, այ հարցն է դրանում, մենք պետք է ոգեշնչենք դիմացինին, կարողանանք ավելի բարձրացնենք, կարողանանք իր թեկուզ, չգիտեմ, եթե արժեքը, այսպես ասեմ, եթե ունի չկա անթերի մարդ, նույն այդ քննադատների մեջ էլ ավելի թերություններով մարդիկ են, քան նույն կայացած մարդիկ երբևիցե չեն ընկնում շատ քննադատելով դիմացինին Այսինքն, եթե մի կետ կա լուսավոր եւ մի կետ կա, որ այդ մարդը ամենայն դեպս մինչեւ 2006 թվական ես մի քանի միջազգային մրցույթներում արդեն ներկայացրել էի Հայաստանը եւ վերադարձել էի Հոլիվուդից աշխարհի չեմպիոնի կոչումով իմ տարիքային սկիֆում Ուկրաինայում առաջին մրցանակով ունեմ եւ Գրանպրի եւ առաջին եւ երկրորդ եւ երրորդ տարբեր Այսինքն լուրջ անցած ճանապարհ այո կար լուրջ անցած ճանապարհ Եվրատեսիլը ինքը ավելի շոու է, հեռուստա ընկերությունների կազմակերպած շոուն է, որ ավելի ինքը երգի մրցույթ է։ Այսինքն առաջի տարին ես նորմալ ընկալեցի, երբ որ մենք անցանք, հիշում եմ կիսաեզրափակիչից եզրափակիչ դա ուղղակի նոր տարվա նման տոն էր մեզ բոլորիս համար եւ Հայաստանում եւ Սփյուռքում, երբ որ 10-րդ հայտ արեցին, որ մենք ենք անց, այո ես ամենայն դեպս այսպես ասեմ, ես դժգոհ չեմ իմ ելույթից, որովհետև ես գիտեմ, որ ես կարող եմ ներկայացնել ավելի լավ երգ։ Բայց մենք ամենայն դեպս թմով, քան որ առաջին տարիներ մենք սխալներ շատ կարող ենք թույլ տալ, բայց մնացած տարիներին ես կարծում եմ, որ ավելի պիտի թույլ չտայինք, բայց ինչ բայցեր, ինչ խնդիրներ կար, որ կարող էիք չանել Ես այսպես ասեմ, երբ որ մի մասնագիտությունը քեզ մոտ լավ չի ստացվում, դու պետք է դիմես մասնագետների։ Եվ ես չեմ կարծում, մենք ունենք իհարկե շատ լավ տաղանդավոր մարդիկ եւ երգահաններ եւ դիզայներներ, ամեն ինչ։ Ուղղակի միգուցե նրանց մենք չենք տեսնում, որովհետեւ չգիտեմ, միգուցե թույլ չեն տալիս կամ իրենք են շատ пассив։ Օրինակ եթե նույն Արտյոմին վերցնենք, հա մենք բոլորս ես շատ վաղուց եմ նկատել նրա տաղանդը Ղարաբաղից, այդ ամենը ես չեմ կարողանում հիշել։ Այսպես ասեմ, նա հայտնվեց ամենայն դեպս, չէ։ Այսինքն հնարավոր է դու չունենաս ինչ-որ շատ երևալու խնդիր եթերներում, բայց դու ինչ-որ մի աշխատանքով երևաս։ Ուրեմն խնդիրը մեզ մեջ է առաջնահերթ, ուր են այդ մարդիկ, ովքեր որ լավ են անում այդ ամեն ինչը, քան օրինակ մենք։ Ուր են այդ մարդիկ, այո։ Ես կարծում եմ, որ մենք ուղղակի պետք է դիմեինք ավելի պրոֆեսիոնալ մարդկանց, ովքեր որ պարտադիր չէ Ռուսաստանից, օրինակ իմ տարին ես ունեի ֆավորիտ եւ համար բեմադրողներ եւ այլն, բայց այդ ամեն ինչը մնաց այդպես։ Դժվարություններ շատ կար այդ տարի իսկապես, բայց ամենայն դեպս կարծում եմ առաջինն ենք եղել, առաջին անգամ ենք եղել եւ հնարավորինս մեր արած, օրինակ ես իմ արած սխալների
երկրորդ անգամ այդ ճանապարհը նույն սխալներով չի անցնի։ Բայց մարդիկ ամենադեպս ովքեր որ զբաղվում են, ես կարծում եմ որ կարող են ել ավելի մյուս տարիներին ել ավելի այլ ձևի ներկայացնեին այդ ամենը։ Ձեր մասնակցությունից հետո եղան մի քանի ներկայացումներ, ինչ եք կարծում որակական փոփոխություն եղավ, թե Ես չեմ կարծում որ եղավ։ Չեմ կարծում։ Իսկ հետ քայլեր ենք ունեցել շատ անգամներ։ Ես չեմ կարող որակավորել կատարողներին, քանի որ այնտեղ նաև գոյություն ունի մի ահռելի չգիտեմ, անհասկանալի հուզմունք, որ գալիս է եւ մի տեսակ միշտ հեշտ է կողքից, բայց այնտեղ տեղում դու հասկանում ես, որ շատ բարդություններ կան։ Օրինակ ես առաջին օրը խնդիր ունեի ինձ միկրոֆոնի հետ եւ իմ ականջի մոնիտորը միացված չէր։ Եվ ես միայն լսում էի այդ սպորտ կոմպլեքսի գնացած ձայնը, երբ որ հետ էր գալիս, դա չգիտեմ, ավտոմատ կատարում էր ինձ մոտ։ Իսկ երկրորդ օրը Փառք Աստծո ամեն ինչ բոլոր խնդիրները մի տեսակ ընկան տեղը, բայց ամեն դեպքում իմ մեջ արդեն ինչ-որ մի բան կոտրված էր առաջի օրվանից հետո։ Ամեն դեպքում լավ թե վատ հաղթահարեցիք ու Վերջ-վերջո դա կյանքի եւ մահի հարց չի։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի հայեր, ամեն դեպքում այո, դա տոն է, հեռուստաընկերությունների համար տոն եւ ռեյտինգ է, ինչ որ ապահովում է այդ ամեն ինչի իրենց համար։ Եկեք մենք էլ ուղղակի ուրախանանք։ Ամենայն դեպս օրերից մի օր մենք հաղթանակ ամենայն դեպս մանկականում արդեն ունեցանք եւ գրեթե 3 անգամ թե 2 անգամ մոտ էինք հաղթանակի երկրորդ տեղում։ Նույնն է մեծերին։ Հիմա մենք լինելով փոքր երկիր, մենք անընդհատ տասնյակում ենք։ Եվ դա էլ է շատ լավ, իսկ նույն Վրաստանը մեր կողքի հարևան անգամ մեծերին մի անգամ էլ չի եղել նույն տասնյակում, այս տարի նոր առաջին անգամ կարծեմ 8-րդ թե 7-րդ տեղում էր։ Լավ, շնորհակալ եմ Եվրատեսնին դեռ կանրադառնանք, որովհետև Facebook-ում կան հարցեր նաև այդ թեմայով։ Հիմա ասեմ, որ մեր ռադիոլսողներն ու արդեն նաև ունկնդիրները մի շարք հարցեր են ուղղել ձեզ Facebook-ի մերեջում, կարդամ դրանցից առաջինը եթե դենիչեք։ Սիրելի Անդրեյ, ինչն է ըստ ձեզ խանգարում հայ երգիչ երգչուհիների նախ ապահովել որակ, որպես արտիստ, կերպարի, երգացանկի, իմիջի ու բոլոր առումներով։ Մշտապես ստացվում է, որ մենք գոռում ենք, թե Հայաստանի ներսում ունենք լավ ձայներ, բայց նրանք միայն հայկական Սփյուռքի ու Հայաստանի շրջանակներում են ճանաչում։ Ինչ քայլեր է պետք անել միջազգային շուկայում մրցունակ լինելու համար, հարցի հեղինակ Էդգար Ամիրխանյանն էր։ Շատ լավ հարց է։ Մենք գոռալով որակ իսկապես ինչն է խանգարում երբ առաջնահերթ ճաշակը, որ ամենայն դեպս Անդիսատեսից էլ ենք մենք փոխանցվում կատարողներին եւ կատարողները բռնելով այդ ուղին սկսում են ինքներն էլ թունավորել եւ մնալ այդ ամեն ինչի մեջ։ Ինչ իսկ միջազգային շուկա դուրս գալու համար, ասեմ ասպես, ես շատ փորձեր շատ եմ կատարել սկսած 2006 թվականից, այդ իսկ պատճառով իմ աշխատանքը ավելի պասիվացրել է հենց Հայաստանում, այսինքն տեսահոլովակներ նկարանել եմ, ձայնասկավառակ թողարկել եմ, բայց համերգների եւ եթերներում շատ քիչ եմ երևացել դրա բարձ պատճառով, որ ես փորձում էի այնտեղ պորտֆոլիո կազմել, երգեր գրել այնտեղ, բայց այդ ամեն ինչը այնքան շատ բարդ աշխատանք է, ավելի շատ անգլիայի երգիչների համար է հեշտ եւ այն չի, որ նրանք այլ ավելի տաղանդավոր են, քան նույն հայերը կամ ռուսները կամ չգիտեմ մեր ռեգիոնի ապրող ազգերը, ուղղակի դա այդպես է, որ Ամերիկան մեծ սիրով գրկում է անգլալեզուն եւ անգլիան, կապ չունի, մենք էլ ունենք անգլալեզու եւ շատ լավ տիրապետող երգիչներ, բայց այդ ամեն անգամ փողել չի, որովհետեւ այնտեղ մինչև կրիզիսը բավականին մեծ գումարներ էին ներդրվում կատարողների վրա, բայց կրիզիսից հետո արդեն կատարողները, ինվեստորներին նրանք պետք է ներկայացնեն, իսկ դա շատ մեծ գումարների հետ է կապված նախնական ծախսերը եւ ալբոմ ստեղծելու հետ եւ տեսահոլովակ եւ այդ ամեն ինչը պատտելու մի քանի ռադիոկայաններ, այսպես ասեմ, արտերկրում շատ կարեւորագույն դեր ունեն, մինչև ինչ որ կատարողի երգ չի գնում ռադիոյով թողարկվում եւ լսարանը չի ընկալում այդ երգը եւ չի ողջունում դնում իր գնահատականը, այդ կատարողը
իրավունք չի ունենում բարձրանալ թեկուզ բեմ։ Եվ առաջ ականջին է ծանոթ լինել։ Առաջ մեզ մոտ էր այդպես, օրինակ մենք պարտադիր չէր տեսահոլովակ ունենայինք այդ երգի իման վրա, կարող է ռադիո եթերում նա գնար եւ դա իսկապես սիրվեր այդ երգը։ Ես չգիտեմ ինչն է այսօր մի քանի տարիների ընթացքում, որ ռադիոն իր դերը դեսի թույլատրել է, իսկ ռադիոն չգիտեմ ամեն տեղ եւ Եվրոպայում եւ Ամերիկայում Միացյալ Նահանգներում, այսինքն ինքը մեծ դեր ունի եւ ոչ միայն երգերի համար, նորություններից սկսած ամեն ինչից։ Մեզ մոտ մի տեսակ անհասկանալիորեն դա անցել է հետին պլան։ Ես չեմ հասկանում դա ինչն է եւ դա ես նկատում եմ 4 տարի։ Իսկ գուցե հենց երգի ջերմություններն են խուսափում աշխատել ռադիո ընկերությունների։ Ես չեմ կարծում, այսինքն կամ գուցե մի քիչ ավելի վերադարձ։ Չեմ կարծում, որովհետեւ գրեթե բոլոր երգերը տրվում են ռադիոկայաններին այստեղ։ Ուղղակի այդ ուժը ես չգիտեմ։ Ես չեմ համարում, որ այն ժամանակը էլ ավելի հիթային երգեր կարող կատարեինք, քան այսօր։ Իսկ միգուցե չգիտեմ, ինչ որ մի բան փոխվել է։ Դատարանով։ Այո, մեր մեջ թե լսարանի մեջ ես չգիտեմ դա, բայց մի բան կա, որ այն չի։ Սկսած նույն ռադիոն, որը որ բոլորս ենք նկատում, որ առաջ էլ ավելի ուժ ունի իսկապես։ Այդ իսկ պատճառով չգիտեմ, շատ-շատերը չեն կարողանում միջազգային շուկա դուրս գալ, ինչի նա հայազգի ներկայացուցիչներ ունենք, որոնք որ ավելի Ամերիկայում են բնակվում երկար տարիներ, դա Սոադն է, եւ իրենք էլ, այսպես ասեմ, գիտեն թե այդ ամեն ինչը ինչ գնով է, այնտեղ էլ իր բարդությունները, իր դժվարությունները կան։ Ես նաև փորձել էի ժամանակին ռուսական շուկայում ինչ-որ քայլեր անել 2002-ին Narodny Artist-ը փորձեցի մտնել զգալի մաշկի վրա, բայց այնտեղ ինչ-որ խոչընդոտներ կային այդ ժամանակ։ Այսօր շատ ողջունել է, որ ունենք Յանով ազգանուններ նույն առաջին ալիքում Ռուսաստանի։ Ժամանակին ինձ առաջարկում են, որ ես պետք է 10 տարով կոնտրակտ ունենամ, մտնում ես որբ երեխա եմ, չունեմ ծնողներ եւ մենք պետք է կոնտրակտ անենք տատու խմբի պրոդյուսերի հետ։ Ես եւ մի ռուս կատարող աղջիկ, մենք պետք է երկենք ռոքային, այսինքն ռոք ոճում եւ 3 փորձնական երգեր ունեինք արդեն ձայնագրված եւ ես այդ ժամանակ հրաժարվեցի։ Ասեցի դա ինձ համար նույնն է, ոնց որ աչքը հանես դնես սեղանի 2 միլիոնանոց կոնտրակտ էր 10 տարով։ Որից հետո այդ Narodny Artist-ի ժամանակ պրոդյուսերը ասաց, որ քեզ քո ազգանունն է խանգարում, ես այդ ժամանակ ասացի միգուցե շատ էին խանգարում, բայց այսօր դուք ձեր էստրադան ունեք տանդավոր կատարողներ, ովքեր որ հայ են, ճիշտ է, Յանով չեն, Յանով չեն, Սարոխանով, Աբրամ Ռուսոն, Կիրկորով, այսպես է, Ալեգրովը, մարդիկ մենք ենք իմանում, որ հայ են, բայց իրականում նրանք չգիտեն, որ նրանք հայ են, ոչ թե կատարողները, այլ ազգը, ռուսները։ Ես այդպես որից հետո կար էլի կոնտրակտի 7 տարով ես հրաժարվեցի, որտեղ դա զուտ ես պիտի դառնայի 7 տարով մարիոնետկա, շատ փոքր գումարներով, իսկ այսօր ես իմ հայրենիքում, իմ երկրում եւ ավելի շատ եմ վաստակում, քան այնտեղ պետք է իմ գործով աշխատանքով վաստակել։ Լավ, շնորհակալ եմ։ Հիմա անցնենք Facebook-ի հաջորդ հարցին։ Հարցի հեղինակը Լիա Խոջայանն է։ Հարցը հետևյալն է. Անդրեն Միշտ համարվել է հայկական շոու բիզնեսի համարձակ ներկայացուցիչներից մեկը, սակայն հնարավոր է իր այդ համարձակությունը հասնել այնպիսի այս էպոպաժային դրսևորումների, ինչպիսին էլ օրինակ Ֆիլիպ Կիրկորովի վերջին մենահամերգում կիսաշրջազգեստով բեմ դուրս գալը։ Ամեն դեպքում կոչ չի արվում, որ դուք կիսաշրջազգեստով բեմ դուրս գաք, բայց սպասվում է էպոպաժային ինչ-որ նոր մոտեցում կամ ելույթ։ Ես այդ համերգը դիտել եմ 2 օր առաջ, շատ տպավորված էի դեկորներով, բեմի, նաև աշխատանքով, մարդիկ ովքեր որ իսկապես գիտեն բեմի ինչ է, գիտեն թե այսօրվա ժամանակահատվածում ինչ է պետք նույն հանդիսատեսին, դա լավ աշխատանք է, ամենայն դեպս մենք երբևիցե դրա 30%-ը չենք կարող կրկնել Հայաստանում ցավոք սրտի, որտեղ մեծ գումարների հետ է կապված, իսկ այստեղ դու տոմսերը չես կարող 10,000 դրամից ավել վաճառել, որտեղ դու գիտես, որ դա հնարավոր չի եւ նորմալ չի։ 3-ից 10,000 դա մաքսիմալն է, որ այստեղ է։
Շատ փորձեր արել եմ ինքս, այսինքն փոփոխություններ եւ սանրվածքային եւ ոճային եւ հագուստային, դա ինձ համար է հետաքրքիր, այսպես ասեմ, ես միատոն կյանքից եմ միշտ օգնում, ես ինքս միշտ այդ փոփոխությունները անում եմ առաջնահերթ ինձ համար, որպեսզի հետաքրքիր ունեմ ինքս ինձ համար, որպեսզի ինքս չփորձեմ կրկնել ինձ։ Ես այդպիսի մարդ եմ։ Միգուցե կան մարդիկ, ովքեր որ այսպես ասեմ, ունեն մի ոճ եւ մինչեւ կյանքի վերջ այդ ոճը ունեն։ Դա նորմալ է։ Ես դա իրենց համար նորմալ է, հանդիսատեսի համար էլ նորմալ։ Ինձ համար դա նորմալ չի, իմ տեսակի համար, որտեղ ես սիրում եմ անընդհատ ինչ որ հետաքրքիր փորձություններ մտածել ինձ համար։ Կիսամերկ չեմ։ Ես որովհետեւ մեջ արդեն կիսամերկ եղել եմ 2002-ին, բայց դա է պոտաժային չի, դա ուղղակի կերպարն էր այդպես, հենց որ աշխատում է արտում։ Լավ, շնորհակալ եմ, որպեսզի հարցնենք գոնե բոլոր հարցերին պատասխանել, շատ կարճ պատասխաններով անցնենք առաջ։ Հաջորդը Պարուլ Սանթրոսյանն է, ով գրել է. Ժամանակին Անդրեի երգերը, ինչպիսիք են օրինակ Գետ մի գիշերը, Քամիներն ու հորովել է, լսում էի ամեն օր, կներեք, բայց վերջին տարիներին չեմ հիշում մի երգ, որ տպավորված լինեմ։ Ուզում եմ հասկանալ, ես եմ ձերացել երգահանները, չեմ գրում, թե Անդրեի մոտ ոճական փոփոխություն է տեղի ունեցել։ Ոճական փոփոխություն ունեցել էր, իհարկե, եւ որովելը եւ Գետ մի գիշեր, որից հետո անցում իմ սերը քեզ, Քամիները այդ ոճին, որից հետո էլի ոճային փոփոխություններ կար, բայց այսպես ասեմ, երգեր կան շատ բազում ինտեր, որոնք որ ոչ մի բանով չեն զիջում նույն այդ երգերը, որոնք որ Բերնաշի, Պարույրն է գրել։ Ուղղակի այսօր իսկապես ամեն ինչ այնքան է լճացել, որ թողարկելով տարեկան կարող է 3 կամ 4 տեսահոլովակ, որ ժամանակին միայն 1 տեսահոլովակ կարող է լինել տարին, կամ էլ 2 տարի մեկ տեսահոլովակ, բայց լիարժեք հանդիսատեսը ծանոթանում էր եւ կատարողին եւ երգին։ Այսօր ուղղակի ամեն մեկ ով ունի գումար, նա կարողանում է մտնել հեռուստաընկերություն, գումարով պտտվում են իրենց տեսահոլովակները, դրվում են իր շքերթներում գումարներով, լցվում են SMS-ներով, այսինքն շատ երևույթներ կան, գրեթե եթե ոչ բոլոր տեղերը, ամեն դեպքում մեծամասամբ արդեն 4 տարի է մենք տառապում ենք այդ կեղծիքների մեջ, մարդիկ ովքեր որ ժամանակին, այսինքն որևէ մեկը պարտադիր չէր, որ մեր տեղը կամ լիներ մեր մեջքը, որպեսզի մենք կարողանայինք բարձրանանք բեմ, մենք ուղղակի մարդիկ ենք, ովքեր սիրում ենք երգել։ Այո, եւ դեռ երգում ենք։ Ես կարծում եմ, որ ուղղակի այդ ամեն ինչն է, ինչ խանգարում է հեռուստադիտողին ծանոթանալ լավ երգերին։ Լավ, շնորհակալ եմ։ Չեմ պատտում, այսպես ասեմ, նկարում ենք եւ կարող եմ 1 շաբաթ գնամ, մյուս շաբաթ այլևս չկա այդ տեսահոլովակը։ Իսկ դու ուղղակի ֆիզիկապես չես կարող այդ ֆինանսները անընդհատ տրամադրել եւ ամսական 4 տեսահոլովակ նկարես, որ բավարարվեն արդեն շատ կուշտ հեռուստաընկերություններ, ովքեր որ անընդհատ ինչ որ նոր բան են։ Իրենք էլ արդեն չգիտեն իրենք ինչ են անում։ Այդ ամեն ինչը դրա համար եմ ասում, պետք է ուղղակի կառավարվի, դա հարց է եւ խնդիր է մեզ բոլորիս համար։ Մարդկանց համար, ովքեր որ կարող է մի օր հոգնենք եւ թողնենք գնանք։ Եվ հետո մեզ կարող է մեղադրեն ինչ-որ, բայց մենք ինքներս ուզում ենք հանգիստ ստեղծագործենք եւ ապրենք այստեղ եւ չհեռանանք մեր հայրենիքից։ Շնորհակալ եմ, հուսանք, որ մի օր կհղկվի եւ կզտվի այդ ամեն ինչը, վերադառնալով Եվրատեսիլին, Ռոքսիմե Ջեբեջյանը հարցնում է, այսինքն Ռոքսիմեն հետաքրքրում է, թե ինչպիսին են հիմա Եվա Ռիվասի, Անդրեի ու Ռազմիկ Ամյանի հարաբերությունները, որովհետեւ այն հայտնի կիսաբայևիկային Եվրատեսիլից հետո երբ Անդրեն Ռազմիկին խոսքեր տվել, որ իրեն է սատարելու, Էմին խոսքեր տվել, որ հոգեպես ու ֆիզիկապես սատարելու է կրկին իրեն, բայց վերջում եւ այ շապիկով դուրս գալով ցույց տվեց, որ այստեղ չգիտեմ կարդամ թե ոչ, բայց ամեն դեպքում կարդամ, հա, որ ով շատ է մուծվել, նրան եմ սատարելու։ Ռազմիկը հերոստատեսությամբ շատ բացասական տեսքով արտահայտվեց, տեքստով արտահայտվեց Անդրեի մասին, ասաց, որ խոսք տվեց ու իր խոսքի տերը չեղավ, որ դիմակը պատրեց եւ այլն։ Հիմա ինչպես եք իրար հետ շփվում, տեսնում եք, չեք բարևում, թե Այսպես ասեմ, ես որևէ մեկին, ոչ Էմին, ոչ Ռազմիկին, որևէ խոստումներ չեմ տվել, որ ես պետք է լինեմ նրանց կողմը, այսինքն եւ պաշտպանեմ նրանց երկեր, որոնք որ ամենայն դեպս այդ տարի զիջում էին եւ Արիբասի երկին։ Մարդը ուղղակի պետք է օբյեկտիվ լինի ինքը իր հանդեպ։ Ես որևէ խնդիր չունեմ Ռազմիկի հետ եւ Էմիի հետ։
մենք տեսնում ենք իրար բարևում ենք ամենայն դեպս եթե իրենք ինչ-որ խնդիր ունեցել են իմ հետ այդ իմ քայլից հետո դա իրենց խնդիրն է կարծում եմ որ ես չեմ նայում այդ եթերը որտեղ որ ռազմիկը ինչ-որ բան է արտահայտել եւ ինչ դիմակ ես պետք է պատրեի ես այն մարդն եմ եղել որից ոգեշնչվել է նույն ռազմիկը եւ Ղարաբաղից այսօր հասել է այստեղ Եվ նույն իմ այստեղի քայլերից նա շատ էր ոգեշնչվում։ Ես չեմ կարծում, որ ինքը կարող է ինչ-որ սխալ բան արտահայտել, որտեղ ես իհարկե կպարզեմ այդ հարցը հիմա։ Որևէ գումար ինձ չի տրամադրվել, հա, Վալերայի կողմից, որը որ արդեն 10 տարի է իմ լավագույն ընկերներից մեկն է։ Դա հետո արդեն դառավ Եվերիվսի պրոդյուսերը։ Շապիկը ես հագել էի այն չիմանալով այն ժամանակ, երբ որ արդեն քվեարկությունը ավարտված էր, այսինքն ես որևէ մեկին իմ կարծիքը չեմ թելադրել, անգամ իմ շատ երկրպագուներից, հա, ունեն ֆան կլուբեր բազում, մեկ օրինակ ընտրել է Էմի եւ Իրանի երկու մյուսը ընտրում է Ռազմիկին, այսինքն ես իմ խոսքով չեմ ասել, ես եմ եղել այդ մարդը, որը եղել է իր ընկերների կողքին, դա էլ պահի տակ է եղել շատ, երբ որ ես մոտեցա Արմենին Մարտիրոսյան, Կարեն Կավալերյանին եւ Վալերային, նրանք դուրսը կանգնած են եւ արդեն 4-րդ երգն էին երգում։ Ես ուշ էի գնացել, որտեղ գիտեի որ հյուրերը ուշ են երգելու։ Արմենը անդրամադիր էր, ասում եմ ես քեզ զանգարում եմ, դու չես պատասխանում իմ զանգերին, ի՞նչն է պատճառը։ Ասաց որ փակ համարից ինձ զանգել են եւ շանտաժի են ենթարկել ինձ։ Ու աչքերը կարմրած էր։ Ես նյարդայնացա ճիշտն ասած, շատ մի տեսակ, այսպես ասեմ, ես այդ պահին եղել եմ այն ընկերը, որի մասին ես կերազեի, որ նման ընկեր ունենայի ես, որը այդ պահին թքած ունենալով եւ ռազմիկի եւ Էմի եւ մյուս կարծիքների վրա կանգներ իր ընկերների կողքին, ամենադեպս մարդկանց, ովքեր որ իմ երկարվեստի իմ կյանքի հետ մեծ մաս են ունեցել։ Արմենը գրել է իմ երկը Եվրատեսիլի, Վալերան եղել է մարդ որ 10 տարի իմ լավագույն ընկերներից է առանց գումարների, այսինքն մարդը դեռ չուներ այդ մեծ միջոցառումները եւ մենք շրջում ենք Մոսկվայում մետրոյով, ոչ շքեղ ավտոմեքենաներով, մենք եղել ենք ընկերներ եւ այն ժամանակ եւ այսօր։ Եվ նույն Կարեն Կավալերյան, որը որ Народный արտիստի ժամանակ շատ է սատարել ինձ, որտեղ ինձ շատ էին կոտրում այնտեղ, իսկ նա իր հայուհի կնոջ հետ միշտ իմ կողքին է եղել։ Եվ այդ պահին, որ ես տեսա, որ նրանք կոտրված են, եւ նրանք դրսից են եկել, գիտեք ինչն է հետաքրքիր, որ մենք միշտ ասում ենք Սփյուռքը ինչի է քիչ քվեարկում կամ Սփյուռք սիրելի հայրենակիցներ քվեարկեք, եւ այդ տարի Եվերիվսը Սփյուռքի ներկայացուցիչ էր, որը որ պետք է ներկայացներ Հայաստանը, բոլոր գրեթե երկիչները սատարեցին, եւ Էմին եւ Ռազմիկին, բայց ու ասում են ինչի ոչ մեր երկիչներից, այլ պիտի ինչ-որ մեկը գա դրսից եւ ներկայացնի։ Ես օրինակ այդ գաղափարին շատ դեմ եմ։ Եթե մենք այսօր Սփյուռքին օգնության ձեռք ենք միայն փորձում մեկնել, բայց չենք ուզում որպեսզի մեզ ներկայացնի նաեւ Սփյուռքի ներկայացուցիչ, դա արդեն սխալ է։ Դա կապ չունի ինչ գումար կամ եւ այլն։ Խոսում են որ ինձ 250,000 են տվել։ Ասեմ այդպես, եթե տային ես չէի հրաժարվի։ Դա նորմալ է, նորմալ կլիներ, բայց նման երևույթ չի եղել, որտեղ ես այն ծախվող երևույթներից չեմ, եթե ծախվող լինեի, առաջնահերթ կծախվեի իմ ոճին եւ կերկեի այսօր շղկլդղկլ երգեր եւ այսինքն կդավաճանեի ինքս ինձ, որպեսզի գումար վաստակեմ։ Ես այն կերպարներից եմ, որը որ կարող է մի կտոր հաց ուտի, բավարարվի, բայց երբեք իր պրինցիպները չանցնի։ Այնտեղ չգիտեմ, ես իհարկե կպարզեմ անպայման Ռազմիկի հետ այդ խոսակցության մասին, եթե նրանք հիշեն, 2 տարի անցել է, բայց չեմ կարծում, որտեղ մենք հետո եւ տեսել ենք եւ ողջունել ենք եւ շփվում ենք հիմա։ Այո, իհարկե։ Ես ընդհանրապես նորմալ է դա, այսինքն երբ որ բոլորը կանգնած են իրենց կողմից, ընդհանրապես մեկ հոգի կանգնեց այդ մարդկանց կողմից, դա ես էի։ Եվ ես խոսք չեմ ասել եթերներում։ Ես ուղղակի հակաշափիկ այդ բային, որ ավելի բարձր խոսած կան մնացած տասնյակ Գրիգի Մարտիններ եւ Մադոննաներ։ Լավ, շատ շնորհակալ եմ։ Հիմա տեղափոխվենք դեպի ավելի սոցիալական խնդիրներ ու քննարկենք, կարծում եմ, մեզ համար բոլորիս համար ցավալի մի թեմա՝ մանկատներում գտնվող երեխաներ։
Նոնե Մարտիրոսյանն է պատրաստել ռեպորտաժը, դեսանք հետո կվերադառնանք ու կքննարկենք դուք երբևէ բարեգործական համերգներով կամ որևէ ակցիաներով եղել եք մանկատներում շփումներ ունեք, դուք ծանոթ եք արդյոք մանկական սաների խնդիրներին։ Եթե տարիներ առաջ մենք նպատակ ունեինք բարելավել մանկատների վիճակը, ապա հիմա մեր առջև դրել ենք մանկատները բեռնաթափելու խնդիրը, նշեց Հայաստանի Հանրապետական Կուսակցության ազգային ժողովի պատգամավոր Կարինե Աճեմյանը եւ հավելեց, որ պետությունը բյուջեից գումար է հատկացնում այն ընտանիքներին, որտեղ կգծվեն երեխաները։ Եթե նույնիսկ դա քո կենսաբանական ընտանիքը չէ, միևնույնն է, երեխան ավելի լավ կյանքով, ավելի լիարժեք կյանքով ապրում է ընտանիքում, քան մանկատանը։ Այսինքն այս ուղղությունը որպես ռազմավարություն ընտրվել է պետության կողմից եւ շարունակական է լինելու։ Գոյություն ունի օրենսդրական փաթեթ, որով կարգավորվում է խնամատար ընտանիքի հետ կապված բոլոր հարցերը։ Ազգային ժողովի պատգամավոր Անահիտ Բաղջյանը նշում է, որ այդ փաթեթը ընդունվել է շատ վաղուց, սակայն մինչև օրս չի ավելացել խնամակալ ընտանիքների թիվը։ 2008-ին, 2009-ին, 10-ին, 11-ին եւ 12-ին նույնպես գրված է 22 ընտանիք։ Այդ ծրագիրը, ինչպես ասեց Տիկին Աճեմյանը, 2004-ին ընդունվել։ Եվ ոչ մի կերպ թիվը չի ավելանում, որովհետև իրականում չկա շատ անկատար է օրենսդրական դաշտը, որը նպաստելու է խնամատար ընտանիքների թվի ավելացմանը։ Ներկայումս Լոռու, Շիրակի եւ Կոտայքի մարզերում 20 խնամատար ընտանիքներում ապրում են 22 երեխաներ։ Մեկ երեխայի համար խնամատար ընտանիքը ստանում է 70,000 դրամ երեխայի ծախսերը հոգալու համար, իսկ ծնողներից մեկին տրվում է նվազագույն աշխատավարձի չափով գումար։ Ամենակարևոր բանը փողը պիտի մանկատնից գնա խնամատար ընտանիք։ Այնտեղ լիքը մարդիկ շահագրգռված չեն դրանում ուղղակի։ Դրա համար այդ ծրագիրը տեղից չի փոխվում։ Երևանի Մարի Իզմիրյանի մանկատան տնօրեն Հասմիկ Մկրչյանը անարդյունավետ է համարում մանկատների բեռնաթափման ծրագիրը։ Մենք տարեկան մոտ 15-ից 20 երեխա կարողանում ենք հետ վերադարձնել կենսաբանական ընտանիք։ Հիմնականում մեզ մոտից երեխաները կամ վերադարձվել են կենսաբանական ընտանիք, կամ գնացել են որդեգրության ճանապարհով։ Մանկատանը հայտնված 10-ամյա Թագուհին երազում է ընտանիք ունենալ եւ իր համար կարեւոր չէ դա կլինի կենսաբանական ընտանիքը, թե մեկ այլ ընտանիք։ Մամայիս օգնեմ, իջնեմ բակապերից հետ խաղամ։ Տեղեր գնանք։ Օրինակ, ինչ երազանք ունես, որ քո ընտանիքի հետ ուզում ես իրականանալ։ Չես երազում։ Երազում եմ, որ մեր ընտանիքը լավ լինի։ Լավ, ուրախ։ Ձմեռ բաբիկը գա։ Հա, մեզ լիքը նվերներ բերի։ Լավ։ Վերադարձանք, Անդրեյ, փորձենք շատ կարճ է ժամանակի սղության պատճառով քննարկել հաճախ եք լինում մանկատներում եւ արդյոք տեղյակ եք մանկատան երեխաների խնդիրներից։ Շատ, որ ասեմ, շատ հաճախ ոչ, բայց տարեկան 2-3 անգամ շատ լավ ընկերների հետ հաճախում ենք այնտեղ, փորձում ենք ամենայն դեպս ինչ որ մեր ներկայությունից, մեր ինչ որ նվերներ, որոնք որ իհարկե պարզ է, որ չեն տաքացնի, չեն ջերմացնի իրենց սրտերը։ Այսպես ամենայն դեպս, բայց այդ ուրախությունը, որ ես տեսնում եմ նրանց աչքերի մեջ, ինձ թվում է այդ կայծը ինչ որ ստիպում է, ինչ որ ժամանակահատված ուրախ մնալ, բայց ոչ այդ փափուկ խաղալիքները, ոչ ինչ որ համերգներ, որոնք որ շատ են արվում, այդ բարեգործությունը այսօր գիտեք դառել է մի անհասկանալի ինչ որ երևույթ, որը իրականում դու չգիտես դա հասնում է տեղ թե ոչ։ Այդ պատճառով ես երբ որ իմ ընկերները գալիս են եւ փորձում են ինչ-որ բարեգործել, ես ասում եմ մենք պիտի գնանք, մեր ձեռքով տանենք եւ ոչ թե հանձնենք տնօրինությանը։ Ես ոչ թե չեմ վստահում, այլ ինչ որ ամենադեպս այնպես չի որ վստահում եմ։ Պետք է տանենք ու հանձնենք հենց երեխաներին։ Տեսնեք ինչպես ազատված երեխաներին, նույն այդ պամպերսները եւ այլն այն ամեն ինչ որ խնդիրներ ունեն։ Նաեւ Նոբարաշենի այդ 11 դպրոցը, որ գիշերօթիկ դպրոց է, բայց այնտեղ երեխաներ կան, ովքեր որ
ուղղակի ծնողները բերել տողել են եւ տարիներով չկան։ Մենք ունենք շատ խնդիրներ, որոնք որ այսինքն անհատորեն դա անհնար է ուղղակի լուծել այդ խնդիրները, պետք է լուծվեն կառավարական մասշտաբով։ Պետք է ուղղակի մի մարդ, որը որ գա նույն ինձ հետ, ես գիտեմ, ես շատ տեղյակ եմ շատ բաներից, որովհետև բարդ ընթացքից, որ շատ մարդիկ կան, ովքեր որ մեծ սիրով ուզում են որդեգրել երեխաներ, բայց այդ ամեն ինչ այնքան են բարդացնում այստեղ, որ մարդիկ ուղղակի ասում են մենք ավելավա գնանք Սևամորթ Աֆրիկայից երեխա վերցնենք, բայց ինչի, եթե մենք ունենք հայրենակիցներ, ովքեր որ խնդիր ունեն նույն երեխայի կամ ունեն զավակներ, բայց ուզում են երրորդն էլ վերցնել այստեղից, այդ երեխաներ կունենան ընտանիք։ Այսինքն մենք ես չեմ կարծում, որ շատ երեխաներ կան մեր մանկատուներում, այդ 2000 կամ 1000 քանի երեխան մեծ սիրով շատ հայրենակիցներ եւ Երևանում բնակվող, եւ մեր մարզերում եւ արտերկրում մեծ սիրով կորդեգրեն եւ բոլորն են կունենան ընտանիքներ։ Այդ հարցը ուղղակի պետք է թույլ տան, որ լուծվի այդ խնդիրը։ Լավ, շնորհակալ եմ, նորից կարճ պատասխան եմ ակնկալում, նույն Ռիփսի Մեջևեջյանի հարցը փորձեմ ավելի կարճացնել, նա ինքը հարցնում էր, թե արդյոք Անդրեին կա աղանդավորական որևէ խմբավորումներում եւ դուք այս հարցերը տարածվում, արդյոք սեփական PR-ի միջոց չի հանդիսանում։ Ես PR-ի խնդիր ընդհանրապես չունեմ, ասեմ, սա իգիտություն բոլորին, այո, նամանդ Ռիփսի մեի ասեմ, որ սկսել են նման բաներ խոսալ այն ժամանակ, երբ որ ես առաջին անգամ եթերում ասեցի բոլորը, երբ որ հովանավոր են ունենում $1000 ամենտեղ շնորհակալություն են հայտնում իրենց հովանավորներին, այսօր ես ունեմ հովանավոր, որը որ Աստված է, որը որ օժտել է ինձ ամենայնպես այսքան ձայնային տվյալներով եւ շնորհել է ինձ ինչ-որ չափով շնորհք, որով ես այսօր կարող եմ աշխատել իմ սիրած աշխատանքի մեջ եւ դրանից հետո սկսեցին խոսքեր, լուրեր եւ հատկապես գետ մի գիշեր տեսալ ուղակից հետո, երբ որ ես աբեղայի դերում էի, դրանից հետո մի տեսակ անհասկանալի պատվիրված էին այդ նյութերը, թե ոչ ես չգիտեմ, բայց սկսեցին շատ տեղեր գրվել, որ Անդրեան Յովայևը կա է։ Ինձ համար դա իհարկե ցավալի էր, բայց ես ուղղակի չընկա այդ դատարաններ եւ այլ հարցեր բորբոքելու, որովհետեւ ես 7 տարեկանում ինձ տատիկս նվիրել է Աստվածաշունչ եւ ես սկսել եմ կարդալ եւ հավատալ Աստծուն։ Լինելով աթեիստի ընտանիքում ծնված մարդ, ես այն ժամանակ գնում էինք թատրոնի շենքը մեր, որտեղ որ նոր հավանականներ եկել էին եւ ծառայություններ էին սկսում, մեզ մոտ չկային եկեղեցիներ եւ մենք ես եւ իմ ընկերը փոքրիկ երկուսով եւ 3 տատիկ եղել ենք առաջի քրիստոնյաները նոր ժամանակում, չգիտեմ։ Ցավում եմ այդ ամեն ինչի համար, բայց ես գիտեմ, որ կարևոր Աստծո կարծիքն է իմ մասին, այլ ոչ թե մարդկանց։ Շատ շնորհակալ եմ, կարծում եմ լուրերը տարածողները կլսեն ու ի վերջո ես դա չի վերջանում, արդեն 10 տարի է այդ լուրերը կան եւ չի վերջանում, ոչինչ, նորմալ է։ Եվ PR-ն էլ է լինում։ Լավ, շատ շնորհակալ եմ Max Liberty հյուրներ Անդրեն, ով ասած պատասխանեց այն բոլոր հարցերին, որոնք որ մենք հասցրեցինք տալիս, ես ներողություն եմ խնդրում այն բոլոր մարդկանցից, որոնց հարցերին Facebook-ում չկարողացանք այսօր պատասխանել ժամանակի սղության պատճառով։ Հաղորդումը վարեցի ես Նարինե Ղարեչյան, հաջողություն։